Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է մարդու ամենամեծ հարստության առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր շարունակելու ենք քնի խանգարումների մասին նախորդ շաբաթ անավարտ մնացած թեման նյարդաբան Սամսոն Խաչատրյանի հետ։ Անքնություն, քնկոտություն, անհանգիստ քնի եւ քնի այլ տիպի խանգարումների մասին կարող եք ուղղել այս բոլոր թեմաների մասին ձեր հարցերը զանգահարելով 54 89 34 հեռախոսահամարով կամ գրելով մեզ մեր էլեկտրոնային փոստի հասցեին շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am Բարև ձեզ բժիշկ, շատ շնորհակալ եմ, որ կրկին ժամանակ տրամադրեցիք եւ բավական արագ արձագանքեցիք մեր կրկնակի հրավերին շարունակելու համար թեման։ Միշտ ուրախ եմ խոսել քնի խանգարումներից Մենք էլ ուրախ ենք, քանի որ դուք շատ մանրամասն բացատրեցիք եւ փաստորեն իսկապես անավարտ մնաց թեման։ Ես հիշում եմ, որ նախորդ անգամ շատ պարզ եւ հասկանալի դուք բացատրեցիք, որ քնի խանգարումները միայն անքնությունը չի եւ դրա մեջ կարող են մտնել նաեւ քնկոտությունը, ինչպես մեր հեռուստադիտողներից մեկն էր նամակի մեջ նշել, որ իր մոտ հակառակ process-ն է կարող են լինել նաև քնի շարժողական խանգարումներ, շնչառության հետ կապված խանգարումներ 6 այդ ձևերը։ Եվ խնդրում եմ այսօր ավելի մանրամասն անդրադառնանք հատկապես դրանց ախտորոշմանը եւ բուժման մեխանիզմներին, այդ վիճակից մարդկանց հանելու մեխանիզմներին, որովհետեւ մենք նոր հարցեր նույնպես ստացել ենք եւ եթերից հետո էլ նույնիսկ խմբագրության աշխատակիցների կողմից ունեինք հարցեր, թե ի վերջո ինչ անել օրինակ շնչառական խանգարումներով քնի շնչառական խանգարումներից բխող քնի խանգարումների այո անպայման կփորձենք այսօր հասցնել որովհետև այդ բոլորն էլ կարծում եմ կարևոր է նոր է եւ շատերը լավ տեղեկացված չեն, չնայած մի քանի տարի է մենք տարբեր սեմինարների, հեռուստահաղորդումների միջոցով, ռադիոհաղորդումների միջոցով միշտ փորձում ենք այդ ինֆորմացիան տարածել, բայց միևնույն է շատ նոր դաշտ է Հայաստանի համար եւ պետք է միշտ խոսել դրա մասին։ Ախտորոշումը շատ կարևոր հարց է քնաբանության ասպարեզում, քանի որ Եթե հստակ ախտորոշում չկատարես, դժվար է հասկանալ, որ մի քնի խանգարման հետ գործ ունես։ Կամ ընդհանրապես քնի խանգարման հետ գործ ունես, թե ոչ, այո, երկրորդային է, թե առաջնային եւ այլն։ Այո, շատ ճիշտ է եւ մենք խոսեցինք անցյալ անգամ, որ առաջին հերթին դա հենց օբյեկտիվ հետազոտության մեթոդն է, այսինքն երբ մենք կլինիկական ինֆորմացիան հավաքում ենք, զրուցում ենք հիվանդի հետ, որոշ կասկածներ ենք սկսում ունենալ եւ շարժվում ենք առաջ, հաջորդ քայլը պետք է լինի օբյեկտիվ ախտորոշում, այլ ոչ թե հիվանդության պատմության հավաքել։ Այդ դեպքում մեզ օգնում է քնի խանգարումների ասպարեզի ոսկե ստանդարտ հանդիսացող ախտորոշման մեթոդը, որը պոլիսոմնոգրաֆիան է։ Եթե թարգմանենք, կստացվի բազմաքնագրություն։ Այսինքն իրոք բազմա է, որովհետև քնի մեկ գիշերվա ընթացքում պացիենտի մոտ մենք գրանցում ենք մի քանի կարևորագույն ֆիզիոլոգիական ցուցանիշներ։ Լինի դա էլեկտրաուղեղագրությունը, ակնագրությունը, մկանագրությունը, նաև գրանցվում են շնչառական ցուցանիշներ, օրինակ օդի հոսքը, թթվածնի հագեցվածությունը արյան մեջ, նաև շարժումները ոտքերի, ձեռքերի եւ այդ ամենը նույնիսկ զուգահեռ գրանցվում է տեսաձայնագրությամբ։ Այսինքն մենք յուրաքանչյուր պահի, եթե ինչ-որ մի բան տեղի ունենա, անկախ նրանից թե դա ինչ է շարժողական երևույթ է, շնչառական երևույթ է, թե ինչը, կարող ենք գնահատել բոլոր ալիքները, արտացումները, այսինքն թե շարժումը, թե շնչառությունը, թե սրտի աշխատանքը եւ թե ուղեղի վիճակը։ Բժիշկ, պոլիսոմնոգրաֆիայի համար օգտագործվող սարքը, որը տալիս է այդքան բազմաշերտ հետազոտության արդյունքներ, հա, դա ընդհանրապես մեկ սարք է, թե դուք բարբերաբար փոխարինում եք մեկը մյուսով։ Մեկ սարք է, պոլիսոմնոգրաֆիա հենց կոչվում եւ ամբողջ գիշերը պետք է մնա։ Այո, ընթացակարգը ինչպես է, պացիենտը երեկոյան սովորաբար գալիս է քնի լաբորատորիա, կատարվում է նախ այսպես ասած չափում եւ տեղադրում այդ ընկալիչների, ամենատարբեր էլեկտրոդները, ընկալիչները, շնչառության, թթվածնի եւ այլն, դա մոտ 1 ժամ է տևում, պացիենտը այդ ընթացքում պետք է հանգիստ նստած լինի եւ տեխնիկա աշխատի իր հետ եւ հետո արդեն լույսը անջատվում է, ասում ենք բարի գիշեր եւ պացիենտը գիշերը մնում է անց է կացնում քնի լաբորատորիայում հսկվելով տեխնիկի կողմից, այսինքն կատարվում է
ընթացիկ գնահատում, եթե ինչ-որ խնդիր կա, մտնում են, ուղղում են, կամ եթե, չգիտեմ, օրինակ զուգարան գնալու հարցնի եւ այլն։ Այսինքն այդ ամենը հսկվում է։ Եվ գրանցումը ամբողջ գիշեր կատարվում է, մինչև առավոտ, մինչև պացիենտը գնում է տուն եւ որոշ ժամանակ գնահատումը այդքան էլ հեշտ չէ, միանգամից չի կատարվում եւ պահանջում է որոշակի աշխատանք, դրա համար պատասխան սովորաբար լինում է մոտավորապես 2-3 օր անց։ Դա հիմնական գիշերային պոլիսոմնոգրաֆիան է։ Բայց եթե մենք խնդիր ունենք նաև ցերեկային ժամերին, օրինակ կան ցերեկային քնկոտության վիճակներ, եւ դա ոչ միայն վերաբերում է քնի շնչառական խանգարումներին, երբ գիշերը այդ շնչադադարների պատճառով քնի որակը շատ ընկած է եւ ցերեկը այդ մարդիկ անընդհատ կարծես քնում են, ամեն մի հարմար առիթ օգտագործում են միայն թե քնեն։ Դա արտահայտված քնկոտությունն է։ Դա բնորոշ է այն մարդկանց, ովքեր գիշերը շնչառական խնդիրների պատճառով ունենում են։ Այո, որովհետեւ քնի այդ գեր ընդհատվածության պատճառով, երբ որ շատ վատն է որակը, քնի անընդհատ ընդհատվում է, քնի պարտք է կուտակվում, եթե պարզ կոր։ Եվ ցերեկը օրգանիզմը փորձում է այդ բերել, բայց դա կարող է ունենալ բավականին վտանգավոր հետևանքներ, քանի որ նրանք կարող են շատ կտրուկ քնի անցնել, այսինքն լիովին առույգ արթուն վիճակից կտրուկ քնեն։ Դա կոչվում է քնի գրոհ։ Այո, շատ ճիշտ է, քնի գրոհ է կոչվում դա, եւ հանկարծ անսպասելի կարող են քնել։ Եւ շատերը կասեն, դե մենք զգում ենք, որ կարող է քնենք, կանգնում ենք, մի փոքր թարմանում ենք, նորից շարունակում ենք քշել, բայց նաև հակառակն է հնարավոր, երբ չեն զգում եւ մենք երևի թե զրուցեցինք, չեմ հիշում անցել անգամ, օրինակ նահանգների վիճակագրության տվյալներով մոտ 20%-ը ճանապարհատրանսպորտային պատահարների, նույնիսկ ավելին, հետևանք են ղեկին քնելու։ Այդ մասին չենք խոսում։ Իսկ դա շատ մեծ թիվ է եւ խնդիրը նրանում է, որ այդ տիպի պատահարները շատ հաճախ են ավարտվում մարդկային զոհերով, դա էլ է առանձին վիճակագրություն։ Հետևաբար անպայման պետք է այդ հարցը ոչ միայն առողջական հարց է, այլ նաև ինչ որտեղ սոցիալական հարց է, քանի որ այդտեղ եւ սեփական կյանքի հարցն է, եւ ուղևորի կյանքի հարցն է, եւ օրինակ այնտեղ դա շատ լուրջ է դրված եւ մարդիկ անցնում են այդ հետազոտությունները, որպեսզի ստանան վարորդական լիցենզիա, քանի որ եթե նրանք ունեն քնի ապնոյ կամ որևէ քնի խանգարում, որի պատճառով կարող են քնել, նրանք կարող է եւ զրկվեն այդ լիցենզիայից։ Քնկոտություն նաև կարող է լինել օրինակ առաջնային, այսինքն քնի կենտրոնի սխալ աշխատանքի պատճառով։ Ձեր նշած երկու կենտրոններից մեկի։ Ես որքան հիշում եմ, գլխուղեղում դա երկու մասից էր ղեկավարվում։ Մենք դա խոսում էինք, այո, ղեկավարման կենտրոնների մասին, բայց նաև քնի իրականացման կենտրոններ էլ կան, որոնք շատ տարբեր են։ Այդտեղ փուլերի փոփոխության համար նախատեսված է։ Քունը շատ տեղ չի զբաղեցրել ուղեղում։ Ասենք տեսողության կենտրոնը մեկն է, բայց քնի համար փաստորեն բավականին այսպես հագեցած եւ տարաբնույթ կորիզներ եւ կենտրոններ են մասնակցում քնի կարգավորմանը, քանի որ դուք գիտեք, խոսեցինք կան տարբեր քնի ձևեր, արագ, դանդաղ, մակերեսային, խորը եւ դրանք բոլորը կարգավորվում են տարբեր կենտրոններով։ Հասկանալի է։ Բժիշկ, իսկ երբ սոմնոգրաֆիայի ապարատը միացնում եք, նախապես բառը հայերեն հիմա չեմ գտնում, այդ նաստրոյկաները ապահովված է լինում, որ ասենք հիմա պետք է հետազոտվի այն մարդը, ով ունի ապնոե կամ երեխա է, մանկական տարիքի է, թե բոլորը ստանդարտ մեկ ձևով ուսումնասիրվում են, հետո դուք այդ մեծ արդյունքը նորից։ Դուք շատ լավ մասնագիտական հարց եք տալիս, խորացված, եւ դա շատ լավ է։ Կա ստանդարտ ձև, երբ պոլիսոմնոգրաֆիկ հետազոտությունը ունի իր մինիմալ, այսպես ասած, մոնտաժը։ Երբ մենք ամեն դեպքում կգրանցենք ուղեղագրություն, շնչառական ցուցանիշ, թթվածին եւ այլն։ Դա մինիմումն է, որ պարտադիր արվում է եւ ստանդարտ է։ Բայց որոշ կլինիկական իրավիճակներից ելնելով մենք կարող ենք ավելացնել որոշ արտածումներ։ Օրինակ, եթե խոսքը գնում է քնի բրուքսիզմի մասին, այսինքն ատամների այդ կրճտացնելու երևույթի մասին, մենք ավելացնում ենք դրացուցիչ էլեկտրոդներ, օրինակ ծամիչ մկանների վրա տեղադրելով, կամ եթե օրինակ փորձում ենք հասկանալ, խոսքը գնում է, եթե գիշերային ինչ-որ ցնցումների կամ նոպայաձև ինչ-որ երևույթների մասին է խոսքը գնում, դա կարող է լինել եւ քնի խանգարում, պարասոմնիա, օրինակ լուսնոտություն եւ օրինակ էպիլեպսիայի ինչ-որ ձև։ Այդ դեպքում մեզ անհրաժեշտ կլինի ամբողջական էլեկտրաուղեղագրություն եւ մենք կարող ենք դա իրականացնել։ Չնայած բազային պոլիսոմնոգրաֆիայի մեջ դա մտնում է ուղեղագրությունը, բայց նա սահմանափակ է, միայն քնի
փուլերը տարբերելու համար է, բայց որպես էպիլեպսիայի ախտորոշում նույնպես դա հնարավոր է, եթե պոլիսոմնոգրաֆիա հնարավորություն է տալիս։ Այսինքն յուրաքանչյուր կլինիկական ինչ-որ խորացված դեպքի համար միշտ էլ կարելի է ինչ-որ լրացուցիչ բան ավելացնել, արտածում, որը որ մեզ կօգնի խորը։ Քնի խանգարումների բողոքով ձեզ մոտ գա, բայց հայտնաբերվի փաստորեն բոլորովին այլ։ Լինում է այդպես եւ բավականին հաճախ։ Հասկանալի է։ Ես այստեղ նշել եմ, որ մենք պետք է այսօր անպայման խոսենք շնչառական այդ ապնոյի դեպքում թե ինչ անել եւ շարժողական խանգարումների, հատկապես անհանգիստ ոտքերի համախտանիշի դեպքում, որ դուք նշել եք, որ բավական տարածված բան է դա, եւ նաեւ ուզում եմ այստեղ հարցնել, այդ անհանգիստ ոտքերի սինդրոմը ինչպես է արտահայտվում, մարդը անընդհատ միայն ոտքերն է շարժում, թե շուռումուռ է գալիս, որովհետև պարզապես անշարժ քնել երևի անհնար է, բոլորն էլ ինչ-որ շարժումներ կատարում են քնած ժամանակ։ Շատ ճիշտ հարց եք տալիս, փորձեմ բացել, թե ինչ է դա, իրականում դա նյարդաբանական շարժողական խնդիր է, որը դրսևորվում է մի քանի կետով եւ եթե որևէ մեկը ունի այդ կետերը եւ բավարարում է այդ բոլոր 4 կետերին, դա 4 կետեր են կլինիկական, մենք կարող ենք կլինիկորեն ախտորոշել անհանգիստ ոտքերի համախտանիշ։ Դա առաջին հերթին պետք է ունենան ոտքերում անհանգստություն, այդպես կոչենք դա, այսինքն ինչ որ անընդհատ ինչ որ կիսաակամայից առաջացող մղումներ, ոտքերը շարժել, դիրք փոխել, իրար քսել, գուցե վեր կենալ, քայլել, ջուրը դնել եւ այլն։ Բավականին տանջալից մի վիճակ է։ Այո, դա դրսևորվում է ամենատարբեր զգացողական երևույթներով։ Մեկը կարող է նշել ծակծկոց, մյուսը այրոց, երրորդը կարող է ասել, որ ցավ է լինում։ Այսինքն բավականին տարաբնույթ են այդ զգացողական գանգատները։ Եվ հետաքրքիր մի բան, այսպես դիտարկում ունենք պրակտիկայից եւ ընդհանրապես գրականության մեջ դա նշվում է, որ ինչքան ավելի հիվանդը բարդ է ներկայացնում, ինչ-որ անսովոր բառեր է օգտագործում, որպեսզի նկարագրի իր խնդիրը, օրինակ մի հիվանդ ունենք, ասում է ոսկրերիցս մրջյուններ են դուրս գալիս, այսինքն ինչ-որ տարօրինակ ձևով են ներկայացնում, դա ավելի հավանական է դարձնում անհանգիստ ոտքերի համախտանիշը։ Դա առաջին կետն է, այսինքն հիվանդը պետք է դա ունենա։ Եթե նա ունի, արդեն անցնում ենք հաջորդ կետերին։ Արդյոք շարժելիս թեթևանում է այդ երևույթը։ Եթե դա դրական է, ուրեմն դա նույնպես արդեն բարձրացնում է հավանականությունը, այսինքն նրանք կարող է շարժելու միջոցով ստանան դրական արդյունք։ Թեկուզ հետո որ հանգիստ տնեն, կարող է նորից ուժեղանալ, այո։ Երբեմն նաև լավ արդյունք է տալիս ավելի երկարատև։ Հետո մի շատ յուրահատուկ կետ կա, որ երեկոյան հատկապես քնելիս ուժեղանում է այդ երևույթը։ Մարդիկ կան, որոնք ցերեկային ժամերին ընդհանրապես չունեն։ Ամեն ինչ շատ իդեալական է ոտքերում, պարկում են քնելու, դժոխք է սկսվում, որովհետև այդ երևույթը ակտիվանում է, նրանք ստիպված դիրք են փոխում, անընդհատ ոտքերը շարժում են, կանգնում են, քայլում են, զուգահեռ են, մի խոսքով կարող է ժամեր տևել դա, մինչև որ ինքն իրեն գուցե հանգստանում է եւ նրանք քնում են։ Այսինքն այդ օրվա մեջ ինչ որ հատվածում ուժեղանալու կետը եւ նաեւ 4-րդ վերջին կետը դա այն է, որ հանգիստ վիճակում, հատկապես երբ որ հարկադրական անշարժության իրավիճակ է, օրինակ տրանսպորտում երկար երթևեկելիս, ինքնաթիռում, այդ իրավիճակում այդ երևույթը նույնպես կարող է գլուխ բարձրացնել։ Երևի թե ինքնաթիռով թռնողները շատերին ծանոթ տեսել են մարդկանց, ովքեր չեն կարող երկար նստել, նրանք պետք է կանգնեն, քայլեն եւ այլն։ Երբեմն այս խնդիրը շփոթում են անոթային, ոտքերի անոթային խնդիրների հետ։ Իհարկե դա մտնում է տարբերակիչ ախտորոշման մեջ։ Փաստորեն, եթե մարդը ունի անհանգիստ ոտքերի համախտանիշ, դա հնարավոր է, որ կապված է հենց շարժողական կենտրոնի խանգարման հետ, որը բերում է քնի խանգարումների։ Այո։ Շատ ճիշտ եք նկատում, այո, դա ի սկզբանե հենց շարժողական խանգարում է, եւ այստեղ պետք չէ շատ մասնագետներ լավ ծանոթ չլինելով խնդրին համարում են դա ինչ-որ նևրոտիկ բնույթի երևույթ, շատ վաղուց անոթային կամ անոթային եւ այլն, բայց այդպես չէ, եւ ես խորհուրդ կտայի լավ ճանաչել այս խնդիրը, որովհետեւ նախ ինքը բավականին տարածված է,
եւ նույնիսկ թեթև եւ ծանր բոլոր ձևերը եթե հաշվի առնենք, մոտավորապես մինչեւ 8% հասնում է Երևանի բնակչության 18-ից բարձր բնակչության շրջանում։ Մենք ունենք այդպիսի հետազոտություն անցկացրած։ Դա բավական լուրջ թիվ է։ Շատ լուրջ է, իհարկե այդ 8%-ը չէ, որ բոլորը այսպես շատ ծանր տառապում են, մարդիկ կան, որոնք օրինակ կարող են ամիսը 1 ունենալ այդ երևույթները, բայց մարդիկ էլ կան, որ գրեթե ամեն գիշեր տառապում են։ Իրենք կազմում են մոտավորապես 1-ից 2% այդ 8, բայց միևնույն է դա շատ մեծ թիվ է, եթե 100-ից 1-2-ը ունենում է դա։ Հատկապես ավելի շատ կանանց մոտ է իդեպ հանդիպում։ Իսկ հնարավոր է դա շփոթել հոդացավերի հետ, հոդերի խնդիրների հետ, կամ եղանակի։ Օրինակ ես ճանաչում եմ մարդիկ, որ չեն կարողանում գիշերը ոտքերի ցավից քնել եւ պարտադիր ինչ-որ բժշկական ժողովրդական բժշկական միջոցներով օղի են քսում կամ ասում են եղանակը խոնավ է կանցնի։ Դա շատ լավ կետ է եւ հաճախ են իրոք վերագրվում անոթայինի հետ մեկտեղ նաեւ հոդային խնդիրներին, կամեն են պատկերացնում մարդիկ, բայց իրականում կարելի է հեշտ տարբերակել հոդային խնդիրը ոչ հոդայինից, եթե հոդի շրջանում է եւ հստակ այդ մասը շոշափվում է, ցավոտ է եւ այլն, ուրեմն գուցե այո, հոդաբորբ է կամ ինչ-որ հոդային պաթոլոգիա է, բայց եթե խոսքը գնում է ընդհանուր անհասկանալի տեղակայման, ինչ-որ փոխվող մի փոքր, իդեպ ինչքան էլ որ կոչվում է անհանգիստ ոտքերի համախտանիշ, բայց կարող է նաեւ ձեռքերում էլ լինել, մարմնում էլ, իրանում էլ լինել այդ զգացողությունը, պարտադիր չէ որ միայն ոտքերում։ Եվ կարևոր է նշել, որ այն ունի հիմնականում ժառանգական բնույթ, այսինքն հայտնի են մոտ 5 գեն, որոնք ապահովում են այս խնդրի առաջացումը։ Դա այնքան տարածված է աշխարհում, որ մարդիկ ուսումնասիրել են գիտնականները նույնիսկ գեները, շատ մանրամասն, որովհետև շատ ավելի մեծ, այսպես ասենք, հիվանդություններ, որ մեծ խնդիրներ են առաջացնում, գենային հետազոտության դեռևս չեն հասցրել ենթարկվել։ Ոչ թե որ ես դրա մասնագետն եմ, դրա համար եմ ասում սա, բայց այնպես չէ, որ սա կարևոր խնդիր չէ, որովհետև դուք ինքներդ ասացիք, որ նախ հետաձգելով քունը անհանգիստ ոտքերի համախտանիշի հետ մեկտեղ մենք հիվանդները ձեռք են բերում անքնություն։ Բացի այդ, հայտնի է, որ խնդիրը ուղեկցում է երբեմն երկաթ դեֆիցիտային վիճակներ, այսինքն երկաթի պակասը կարող է բերել անհանգիստ ոտքերի համախտանիշի։ Առաջին հերթին հենց անեմիայի այդ տեսակը, գիտենք, երկաթ դեֆիցիտային սակավարյունություն։ Սակայն նաև կարող է օրինակ տարբեր երիկամային խնդիրներով մարդկանց մոտ հանդիպել, հատկապես դիալիզ ստացող հիվանդների մոտ շատ հաճախ է հանդիպում անհանգիստ ոտքերի համախտանիշը։ Օրինակ մենք այդպիսի մի հարց ստացել ենք, ուզում եմ ընթերցել հեռուստադիտողի հարցը, ասում է, խնդրում եմ ասեք, երիկամների խնդիրները հենց ձեր նշած կարող են անքնության պատճառ դառնալ, ասում է, ես մտածում եմ, որ այդ ժամանակ օրգանիզմում ինչ-որ նյութեր են արտադրվում, որ խանգարում են քունը, այդպիսի բան կա։ Միանշանակ այո, եւ ոչ միայն անհանգիստ ոտքերի համախտանիշն է, նաեւ անքնությունն է շատ հաճախ հանդիպում երիկամային խնդիրներով մարդկանց մոտ եւ քնի շնչառական խանգարումները նույնպես։ Այստեղ մեծ դեր են խաղում նախ երիկամների վատ ֆունկցիայի պատճառով հեղուկի փոխանակության եւ հեղուկի կուտակման խնդիրները, որոնք կարող են բերել հյուսվածքների հեղուկալեցման, շատացման, այսինքն այտուցի եւ հետեւաբար ապնոյի հավանականությունը քնի այդ շնչառական դադարի բկանցքի փակվածության պատճառով հավանականությունը մեծանում է 1, երկրորդը հատկապես դիալիզ ստացող երիկամային հիվանդները, որոնց մոտ արդեն խորը ծանր երիկամային անբավարարություն է, դիալիզի պատճառով մենք ունենում ենք երկաթի փոխանակության խնդիրներ եւ դա է պատճառը, որ իրենց մոտ շատ հաճախ է անհանգիստ ոտքերի համախտանիշ հանդիպում։ Բժիշկ, այսինքն քնի խանգարումը նշված դեպքերում կոնկրետ այդ ոտքերի համախտանիշի, անհանգիստ ոտքերի համախտանիշի ժամանակ էլ լինում է ինչ-որ բանի հետևանք։ Իսկ այդ դեպքում դուք որպես մասնագետ ինչ բուժում եք առաջարկում, օրինակ դիալիզ, եթե մարդը արդեն գնում է դիալիզի եւ երիկամի խնդիր ունի եւ բուժվում է նրա երիկամը, բայց այնուամենայնիվ նաեւ քնի խանգարում ունի, դուք նույնպես զուգահեռ բուժում եք նշանակում, թե եթե կարիք կա, այո, միանշանակ, ընդհանրապես անհանգիստ ոտքերի համախտանիշը ինքը շատ լավ ենթարկվում է մեծամասն դեպքերի, բնական է դիմադրող դեպքեր լինում են, բայց մեծամասնությունը դեպքերի շատ լավ ենթարկվում է դեղորայքային բուժման։ Կան մի քանի խումբ դեղեր, որոնք շատ լավ օգնում են։ Նույնիսկ շատ դրամատիկ էֆեկտ են տալիս, այսինքն հիվանդներ կան, որոնք երկար տարիներ, այսպես չակերտավոր ասած թափառում են այստեղ այնտեղ
եւ չեն գտնում այդ խնդիրը, որտեղ չի դիագնոզվում այդ խնդիրը երկար տարիներ եւ վերջ-վերջո երբ որ օրինակ գալիս են մասնագիտացված կենտրոն եւ նրանց ասում են թե խնդիրը ինչ է եւ ճիշտ բուժում, թիրախային բուժում է նշանակվում, դա դրամատիկ նույնիսկ մեկ գիշերվա ընթացքում ամեն ինչ փոխվում է, նրանք սկսում են կարելի ասել աստվածացնել բժշկին, որովհետեւ երկար ժամանակ չէին գտնում իրենց խնդիրը։ Ես կուզեի ավելացնել, որ նաեւ հղիության ընթացքում է շատ հաճախ հանդիպում։ Հղիությանը եւ բուժման մյուս մանրամասներին անդրադառնանք հեռուստադիտողի հարցը լսելուց հետո նա արդեն սպասում է։ Ալո։ Բարև ձեզ։ Ուրեմն ես հարց ունեմ, իմ թոռնիկս 3.5 տարեկան է, ինքը քթի ադենոիդներ ունի երեխան։ Դե գիշերը անհանգիստ է քնում դրանից ու մերթ զգում եմ, որ կրճտացնում է ատամները։ Մենք բժշկին դիմել ենք, բժիշկը ասել է, որ դա ճիճու ունի ինքը երեխան, դեղ նշանակեց 2 անգամ, 15 օրը մեկ, չեմ հիշում դեղի անունը, օգտագործեց երեխան, բայց չի անցել։ Էլի մերթ կրճտացնում է ատամները։ Ես ուզում եմ իմանամ, դա նոր բժիշկը այդ մասին ասեց, բայց ուզում եմ իմանամ, դա ինչի հետ կապված կարող է լինել։ Շնորհակալություն։ Շատ տիպիկ իրավիճակ նկարագրեց։ Այո, եւ կարևոր հարց է եւ երևի թե սառիթը պետք է օգտագործենք, որպեսզի պաշտոնապես հայտարարենք, այսպես ասած, որ ճիճուները ընդհանրապես կապ չունեն ատամները կրճտացնելու հետ։ Այսինքն այդ երևույթը պետք չէ կապել ճիճուների հետ, եթե նույնիսկ ճիճուները հայտնաբերվում են երեխայի մոտ։ Իսկ ինչու է այդքան տարածված այդ կարծիքը։ Որովհետև գուցե ճիճվակրությունն է բավականին տարածված երեխաների մոտ։ Բայց հենց որևէ մեկը խոսում է ատամների կրճտացնելու կամ գիշերը բերանից ջուր գնալու մասին, առաջին հերթին բժիշկ թե ոչ բժիշկ ասում են ճիճու ունի։ Ես չեմ համաձայնում դրա հետ, որովհետև ես շատ լավ տիրապետում եմ այս թեմայով գրականությանը եւ այնտեղ ոչ մի նման բան չի նշվում։ Ոչ մի երկրում նման բան չեն ասում բացի Հայաստանից եւ գուցե այլ հետխորհրդային երկրներից։ Չգիտեմ ինչու է այդպես, պարզապես դա նույնն է, ինչ որ ասում են նույն ճիճուից լինում է էպիլեպսիա, դա իհարկե շատ ծիծաղելի է։ Այդքան նույնն է բժիշկ։ Այո։ Հասկանալի է։ Իսկ կրճտացնելը ուրիշ ինչ պատճառ։ Եկեք այսպես մտածենք, այս կոնկրետ դեպքը եթե մենք քննարկենք, նշվեց, որ կան ադենոիդներ, ադենոիդները դա միանշանակ քթի եւ հարակից այդ տարածությունների փակվածության նշան է, որը կարող է բերել քնի ապնոեի։ Իդեպ միանգամից ասենք, որ քնի այդ շնչադադարի խնդրեմը նաեւ շատ տարածված է երեխաների մոտ։ Երեխաների մոտ նույնպես բավականին մեծ տոկոս կարող է կազմել, այստեղ այդ մեծերի մոտ եթե գիրությունն է դրա հիմնական ոնց որ պատճառներից մեկը, երեխաների մոտ ավելի շատ անատոմիական խնդիրներն են, բարձր քիմք, ադենոիդներ, մեծ նշիկներ, հաճախակի անգինաների պատճառով եւ այլն։ Հետևաբար այստեղ ապնոե ունեցող երեխան պետք է անհանգիստ քնի, դա միանշանակ եւ հաճախակի արթնացումներ ունենա։ Քնի ատամի կրճտացնելը դա բավականին հաճախ երևույթ է հատկապես երեխաների մոտ եւ հայտնի է, որ դա լինում է հենց արթնացումների պահերին։ Կամ ինքն է արթնացում առաջացնում կամ այլ արթնացումից ակտիվանում է։ Եվ հետևաբար, երբ երեխաները ենթադրում են, որ երեխայի մոտ պետք է որ լինի շնչառական խնդիր, այդ շնչառական խնդրի պատճառով քնի ընդհատված հատվածներում նա ունենում է բրուքսիզմ, այսինքն ատամի կրճտացում։ Պետք է իհարկե հետազոտել եւ այդ ամենը եթե հաստատվի, որ դա հենց քնի խանգարում է, այո, ինչ բուժում եք առաջարկել։ Երեխաների մոտ այդ խնդիրը շատ ավելի գուցե հեշտ է լուծվում այն առումով, որ վիրահատական մոտեցումը, այսինքն նշիկների եւ ադենոիդների հեռացումը, որպես առաջնային պատճառ, կարող է բերել լիովին ապակինման։ Մեծերի մոտ նույն վիրահատությունները այնքան էլ էֆեկտիվ չեն լինում, քանի որ այնտեղ ճարպակալման խնդիր է եւ այլն։ Բայց երեխաների մոտ կարող է բավականին հարց լուծող լինել, եթե այդպես պարզ ասենք, եւ նրանք լիովին ազատվեն այդ խնդրից։ Իսկ եթե ադենոիդ չունի, բայց էլի կրճտացնում է։ Կրճտացնելը բավականին հաճախ հանդիպող խնդիր է։ Երեխաների մոտ դա պետք չէ շատ դրամատիզացնել, որովհետեւ ատամները դեռ փոխվելու են։ Բայց մեծերի մոտ լուրջ խնդիր է հենց ատամների առողջության առումով։ Դրա համար եթե կա մեծահասակ, որը ունի բրուքսիզմ, քնի մեջ ատամների կրճտացնելու խնդիր, անպայման ցանկալի է որևէ մի բուժում անցկացնել այդ ուղղությամբ, լինի դա դեղորայքային, թե հատուկ միջոցների շնորհիվ, որոնք նրանք գիշերը տեղադրելով ատամների վրա փրկում են ատամները այդ եզրերի տաշվածությունից, որը վնասում է ատամները։
Հասկանալի է։ Բժիշկ, այստեղ մենք մի այսպիսի հարց ունենք, ասում են, եթե պետք է մարդը գա քննի խանգարումների համար հետազոտության, ինչ պետք է իմանա, որևէ բան սահմանափակում կա ուտելու, խմելու մեջ։ Շատ լավ հարց է, այո, մենք որոշ այսպես կանոններ ունենք, որ կիրառվում է պոլիսոմնոգրաֆիայից առաջ, այդ օրը ցանկալի չէ, որ պացիենտը ալկոհոլ ընդունի, ցանկալի չէ, որ ուշ ժամերի կոֆեին պարունակող ըմպելիքներ ընդունվի, այսինքն սուրճ, թեյ եւ այլ ըմպելիքներ, ցանկալի չէ, որ ցերեկային ժամերին քնեն, ինչպես նաև ինչ որ օրը չպետք է լինի տարբերվող իրենց առօրյայից, այսինքն ինչ որ հատուկ նոր միջոցառումների մեջ ցանկալի չէ որ մտնեն։ Այդպիսի հիմնական կանոններ կան եւ բնականը նախընտրելի է որ նախորդ գիշեր նրանք նույնպես քնեն սովորականի պես, այլ ոչ թե ինչ որ կրճատվածք ունի կամ այլ։ Չնայած որոշ դեպքերում մենք կարող ենք խորհուրդ տալ, օրինակ եթե խոսքը գնում է լուսնոտության մասին, մենք կարող ենք խորհուրդ տալ քիչ քնեն նախորդ գիշերը, որը որ կարող է օգնել հետազոտության գիշերը ավելի հավանական է դարձնում այդ դրվագը բռնացնելու, այսպես ասած, այսինքն տեսնելու այդ երևույթը շարժողական։ Հասկանալի է։ Բժիշկ, հիմա դուք ձեր խոսքը ես ընդհատեցի հղիության ժամանակ քնի խանգարումների մասին, դուք ուզում եք ասել, որ այդ կրճտացնելու process-ը նաև նրանց մոտ է տարածված։ Ոչ, մենք խոսում ենք անհանգիստ ոտքերի համախտանիշից եւ նաեւ դա եւ քնի ապնոեն, քնի շնչառական խանգարումը բավականին հաճախ են հանդիպում հղիության ընթացքում։ Անհանգիստ ոտքերի համախտանիշի հայտնվելը հատկապես երրորդ տրիմեստրում հղիության շատ հաճախ է, մոտ 30% հղիների ունենում են այս կամ այն չափով անհանգիստ ոտքերի համախտանիշ։ Դա կապված է երկաթի փոխանակության որոշ փոփոխությունների հետ հղիության ընթացքում եւ այսինքն նշանակվում է երկաթ պարունակող պրեպարատներ։ Երկաթի խնդիր է, այո, եւ պետք է լրացվի, եթե կարիքը կա։ Ապնոյի դեպքում նույնպես բժիշկ։ Ապնոյն ես ինչու եմ դա ուզում նշել։ Ասենք շատ տարածված այդ խնդիրը միջին տարիքից մեծ տղամարդկանց մոտ հատկապես շատերը մեզ զանգահարեցին նախորդ եթերից հետո եւ հարցրեցին իսկ ինչ անենք, որպեսզի այդ հարցը լուծվի։ Նախ, քանի որ հղիներից էինք խոսում, պարզապես ավելացնենք, որ քնի շնչառական խանգարումը հղիության ընթացքում դա ապացուցված է գիտական, որ հանդիսանում է էկլամպսիայի եւ պրեէկլամպսիայի ռիսկի գործոն։ Այսինքն այն կանայք հղի կանայք, որոնք ունեն քնի ապնոյ, նրանց մոտ ավելի բարդությունները հավանական են, հետեւաբար ցանկալի է հայտնաբերել եւ ինչ որ ձևով շտկել։ Ոնց ենք շտկում ընդհանրապես քնի ապնոյին, ոչ միայն հղիների մոտ, այլ ընդհանրապես։ Բնական է խնդիրը մեխանիկական բնույթի է, այսինքն բկանցքի մեխանիկական փակվածության հետևանք է լինում, երբ քիմքը եւ լեզվարմատը փակում են օդի ճանապարհը եւ այդ պահին սկսում է դադարը։ Հետևաբար դեղորայք, որը որ կօգնի, որպեսզի դա տեղի չունենա, գոյություն չունի։ Իհարկե, եթե այտուցի հաշվին է եւ այլն, հակաայտուցային որոշ դեղեր կարող են մի փոքր բարելավել, բայց ռադիկալ որևէ հարցի լուծում չեն կարող տալ։ Հետևաբար խնդրի լուծումը նույնպես մեխանիկական է։ Մենք խոսեցինք արդեն, որ կարելի է վիրահատական միջոցներով շտկել քնի ապնոյեն, հատկապես երեխաների մոտ, եթե հեռացվում են մեծացած նշիկները կամ ադենոիդները, մեծերի մոտ կատարվում է ավելի հաճախ փափուկ քիմքի պլաստիկա կամ հարակից, այո, կարելի է ասել, որ լեզվակը ու հարակից հատվածը փափուկ հեռացվում է, փոքրացվում է, մեթոդները շատ տարբեր են եւ գիտկոկորտական ճաբանները մեզ մոտ բավականին արդեն ունեն այդ զինանոցը տարբեր մեթոդների, լինի դա ուղղակի վիրահատական, այսպես ասած, կտրելով արյունային վիրահատություն կամ օրինակ ռադիո հաճախային աբլյացիան, որը որ հնարավորություն է տալիս փոքրացնել հյուսվածքի ծավալը եւ դրա հաշվին մեծացնել, լայնացնել բկանցքը։ Բայց վիրահատության գնալու համար պացիենտը պետք է ճիշտ ընտրված լինի։ Ընտրությունը կատարվում է պոլիսոմնոգրաֆիայի հիման վրա։ Այսինքն չիմանալով ապնոյի արտահայտվածության մասին սխալ է գնալ միանգամից վիրահատության։ Պրոբլեմի հետ լավ ծանոթ մեր գոլեգաները, գիտկոկորտական ջաբանները բավականին կարող են դրա մասին խոսել, բայց նաև մասնագետներ կան, որոնք այդքան էլ խորացած չեն, երբեմն կարող են վիրահատել, ինչու պետք չի միանգամից վիրահատել, ես միանգամից ասեմ, որ ճիշտ ինձ հասկանան։ Եթե մենք ունենք դիագնոստիկայի հնարավորություն, դա մեզ հնարավորություն է տալիս պրոգնոզել, թե ինչ արդյունք կունենա վիրահատությունը ապնոյի։ Ինչու, որովհետև հայտնի է, որ եթե ծանր աստիճանի է ապնոյեն,
այդ դեպքում վիրահատությունը քիչ էֆեկտիվ է լինում։ Եվ հակառակը, եթե միջին կամ թեթև աստիճանի է, գուցե ավելի շատ իմաստ ունի վիրահատությունով հարցը լուծել, փակել, այսպես ասած։ Հետաքրքիր է, սովորաբար այսինքն մենք ընտրության այո, ճիշտ է, հակառակ հարաբերություն։ Այո, շատ ճիշտ է, այսինքն մենք եթե տեղեկացված չենք ծանրության աստիճանի վերաբերյալ, չենք կարող։ Ինչպես է հաշվարկվում այդ ծանրության աստիճանը, մենք ունենք հատուկ ինդեքս քննաբանության մեջ, ցուցանիշ, որի հաշվարկը հետևյալն է. հաշվում են բոլոր փակումները, բացարձակ քանակը գիշերվա քնի հատվածում։ Այսինքն թե քանի անգամ է այդ շնչահեղձության պահը։ Քանի անգամ է եղել, ենթադրենք 400 անգամ եւ բաժանվում է քնի ժամերի վրա։ Մենք ստանում ենք թե 1 ժամում միջինը քանի անգամ է փակվում կամ կիսափակվում։ Եթե այդ թիվը 5-ից պակաս է, դա նորմալ է համարվում 1 ժամում։ Եթե 5-ից 15 է, դա թեթևն է։ 15-ից 30-ը միջին եւ 30-ից բարձր ծանր աստիճանն է։ Բժիշկ, ես տեսնում եմ, որ մենք այստեղ ստացել ենք հարց հենց նոր էլեկտրոնային փոստով, ասում է, իսկ պոլիսոմնոգրաֆիայի արդյունքները ավելի հավաստի չի լինի, եթե այն կատարվի տնային պայմաններում։ Շատ լավ հարց է, սակայն այսպիսի մի հարց կա, որ լաբորատորիայի, քնի լաբորատորիայի պայմաններում այդ գործընթացը ավելի վերահսկելի է, երբ կա տեխնիկ, որը հսկում է եւ շտկում է ընթացիկ խնդիրները, եթե տան պայմաններում արվի հետազոտությունը եւ այնտեղ ինչ որ մի խախտում լինի, մի ընկալիչ շեղվի եւ այլն, այդ ամենը հնարավոր չի լինելու շտկել։ Իսկ դա մեծ սարք է, հնարավոր է վերցնել եւ գնալ մարդկանց։ Մեծ չէ, բայց հսկողության հարցն է, այսինքն տեխնիկին էլ դժվար է վերցնել, տանել, տանը տեղադրել։ Եթե մեկ ամբողջ տեխնիկի։ Չէ, այսպեսի բան կա, որ մենք տանը երբեմն կարող ենք կիրառել շարժական պոլիգրաֆիա կոչեցյալը, դա ինչ է, դա ավելի սահմանափակ։ Այո, լինում են այդպիսի դեպքեր եւ մենք դրա համար, հատկապես եթե քնի ապնոյի մասին է խոսքը, որը ամենատարածվածներից մեկն է, մենք շնչառական մասով կարող ենք տանը ստուգել։ Կա այդպիսի սահմանափակ սարք, պոլիգրաֆ է կոչվում, որը որ կարելի է տանը համար տեղադրել, ինքը կգրանցի շնչառություն, թթվածին եւ մի քանի այլ կարեւոր ցուցանիշներ եւ մենք կարող ենք հասկանալ ունի անձը խնդիր թե ոչ։ Դրանից հետո մտածել բուժման մասին։ Իդեպ եթե շարունակենք բուժման թեման քնի ապնոյի։ Այո, ապնոյի դեպքում եթե ոչ դեղորայք եւ ոչ վիրահատություն, ուրիշ ոչ վիրահատական միջամտություն կա այդպիսի իհարկե ձև։ Նախ ասեմ, որ եթե ապնոյի ռիսկերից մեկը, այսինքն այդ անձի մոտ ով ունի ապնոյ ավելորդ քաշ կա, ճարպակալում, միանշանակ մենք պետք է այդ ուղղությամբ շատ լուրջ աշխատենք։ Իհարկե մենք էլ մեր կողմից նախնական խորհուրդներ ենք տալիս, նաեւ խորհուրդ ենք տալիս դիետոլոգների հետ աշխատել, որովհետեւ շատ կարեւոր է նիհարեցնելը հիվանդին, որովհետեւ այդ ճարպակալումն է, որ կարելի է ասել 60-ից 70%-ն է ապահովում ապնոյի հիվանդության։ Հասկանալի է։ Բայց մի հետաքրքիր այսպիսի խնդիր կա այդտեղ։ Եթե այդ հիվանդը, որ ունի ծանր ապնոյ, փորձում է նիհարել դիետայի միջոցով, նրանց մոտ շատ հաճախ մենք ունենում ենք այդ գանգատը, որ ինչքան տանջվում եմ, չեմ կարողանում նիհարել։ Ինչու՞։ Որովհետեւ ապնոյն ինքը նպաստում է չաղացման։ Այսինքն դա արատավոր շրջան է։ Չաղությունը բերում է ապնոյին շատացնում է քաշը։ Եվ այդպես գնալով ավելի վատանում է։ Հետևաբար մենք պետք է այդ արատավոր շրջանը ընդհատենք։ Ինչպես ենք ընդհատում։ Քանի որ նիհարելու հավանականությունը ցածր է, որ առանց այլ բուժման կստացվի նիհարել, մենք պետք է այլ մի միջոց ձեռնարկենք։ Կա ոչ դեղորայքային եւ ոչ վիրահատական միջոցների մի խումբ ապնոյի բուժման համար ամենատարածվածը դա CPAP թերապիան է։ CPAP դա անգլերեն հապավում է, որը եթե բացենք հատուկ սարքեր են, որոնք դիմակի տեսքով եւ օդը փչող այդ կոմպրեսորով սարք է, որը իմաստը նա է, որ օդը փչելով դեպի ներս ճնշման տակ չի թողնում, որ բկանցքը փակվի։ Զուտ մեխանիկորեն կրկին։ Այսինքն սովորականից ավելի ուժեղ հոսք է դեպի ուժեղ հոսք է ապահովում եւ չի թողնում, որպեսզի այդ պատը փակվի։ Հետևաբար, եթե չի փակվում, օդը հասնում է տեղ եւ թթվածինը անցնում է արյուն։ Իսկ չկան ինչ-որ այրոզոլներ, որ կբացեն, բաց կպահեն։ Չէ, որովհետև այրոզոլը այդ զորությունը չունի, որ այդ փակվող ծանր հյուսվածքը, կտորը, այսպես ասած, պահի բաց վիճակում։ Իսկ այդ դիմակները այսօր Հայաստանում կան։ Միանշանակ իհարկե նրանք կիրառում են օգտագործում են եւ գոհ են։ Շատ հիվանդներ կիրառում են եւ գոհ են, որովհետեւ այդ սարքը հնարավորություն է տալիս նախ խուսափել ավելորդ ռիսկերից։ Մենք չնշեցինք, որ քնի ապնոյն լուրջ հետևանքների է բերում եւ ամենահաճախ հանդիպողները դա սրտանոթային բարդությունները եւ դիաբետի ռիսկն է եւ այլ խնդիրներ, օրինակ տղամարդկանց մոտ իմպոտենցիայի ռիսկ կարող է լինել եւ այլն։ Իսկ հետաքրքիր է, նրանք ովքեր այդ դիմակը օգտագործում են, նիհարում են նաեւ զուգահեռ։ Այո, ես դա ուզում եմ ավելացնել, որ երբ նրանք դիետան պահպանում են
օգտագործելով CPAP թերապիան կամ որևէ թերապիա, այդ դեպքում նրանք շատ ավելի արդյունավետ են նիհարում, քան առանց դրա։ Լսենք մեր հաջորդ հեռուստադիտողին, բժիշկն կապի մեջ է, ալո։ Բժիշկ ջան, խնդրում եմ իմ հարցը այսպես է, գիշերը 2 ժամից հետո իմ այդ երիկամների մասով տաքանում է ու ամբողջ մարմինս սկսում է տաքանալ ու չեմ կարող քնեմ։ 2 ժամից հետո ես արդեն արթուն եմ մնում։ Հենց տեղը տաքանում է այդ երիկամային բաժինը մասը ընդհանրապես էլ չեմ կարող քնեմ։ Խնդրում եմ իմանալ, հետո շարժվում եմ, թեթևանում եմ, նոր պարկում եմ նորից, 2 ժամից հետո նորից կրկնում է, մանավանդ բրդի տեղաշորի մեջ։ Մանավանդ ամառը, բրդի տեղաշորի մեջ, ամռանը։ Փոքր բարդ, գուցե դեպք համարենք գանգատը մի փոքր ատիպիկ է, ստանդարտ չէ, բայց գուցե, քանի որ Իվանդը նշում է, որ շարժելով եւ վերկենալով այդ խնդիրը լուծվում է, չի բացառվում, որ մենք հենց այստեղ գործ ունենք անհանգիստ, այս դեպքում երևի թե ճիշտ չի կոչել ոտքերի համախտանիշի հետ, այլ անհանգիստ, ըստ մարմնի հատվածի էլ են նույնիսկ ասում, այսինքն անհանգիստ օրինակ կոնքի համախտանիշ, կա այդպիսի բան, անհանգիստ իրանի համախտանիշ, անհանգիստ ձեռքերի համախտանիշ, այսինքն նույնն է հիվանդությունը, պարզապես տեղակայում է, եթե մեծ մասամբ դեպքերում ոտքերն են, այս դեպքում ավելի վեր է։ Չի բացառվում, որ հենց դրա մասին է խոսքը, բայց իհարկե պետք է դժվար է այսպես միանգամից կողմնորոշվել, պետք է ավելի խորանալ այս հարցի շուրջ։ Հասկանալի է։ Բժիշկ, ես հասկանում եմ այսպիսի մի փաստ, որ քնի թեման անսահման է, անսահմանափակ, եւ ռեժիսորը ինձ հուշում է, որ հիմա արդեն պետք է ամփոփենք հաղորդումը, մեր եթերային ժամանակը ավարտվեց, ինչի համար ես ցավում եմ, որ նորից հարցեր մնացին կուտակված, համենայն դեպս գոնե այսօր հասկացանք, որ ապնոյայի դեպքում, որ շատ տարածված է, կան միջոցներ եւ օպերատիվ եւ ոչ վիրահատական, բայց դեղորայքային միջամտություն այդ դեպքում չի օգնի, այդ դիմակները հետաքրքիր էին, գուցե մեր հեռուստադիտողները փորձեն դիմել, այո, եւ գուցե նաև մեկ անգամ եւս մեր հանդիպումը կազմակերպենք խոսելու նաև մանկական քնի խանգարումների մասին, դա մեծ առանձին թեմա մնաց, որ չհասցրեցինք ամփոփել, եւ նաև մենք ունենք հարցեր քնկոտության մասին, թե եթե ցերեկային քնկոտությունը նույնպես պետք է գիշերը գան հետազոտության եւ այդ դեպքում ինչ բուժում եք առաջարկում, քնաբերների ազդեցությունը, դոզավորումը եւ նաև հարց ունեինք, թե արդյոք հակաալերգիկ դեղամիջոցների ինչ ազդեցություն կարող են քնկոտություն առաջացնել, երևի թե մենք կրկին մեկ անգամ ձեզ հրավիրենք տաղավար այս հարցերին նույնպես անդրադառնալու համար, այսօրվա համար շատ շնորհակալ եմ։ Ձեր գործերին էլ հաջողություն այսքանը, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր նյարդաբան Սամսոն Խաչատրյանը, այսօր մենք խոսում էինք քնի խանգարումների մասին, դրանք կարող են լինել բազմատեսակ, ինչպես մենք համոզվեցինք եւ տարբեր պատճառներով, այնպես որ քունը մեր կյանքի համար անհրաժեշտ կենսական ամենակարևոր պայմաններից մեկն է եւ մի անտեսեք, եթե կան ինչ-որ խնդիրներ կապված քնի հետ, թեկուզ անքնության տեսքով, թե քնկոտության տեսքով, անպայման դիմեք մասնագետի, որպեսզի այն վաղ ախտորոշվի եւ կանխարգելվի։ Կհանդիպենք վաղը նույն ժամին, առողջ եղեք։